Մի քանի անգամ նաև նշվում էր, որ ընկերության մինորիտար բաժնետերը Կարապետյանների ընտանիքին պատկանող, բայց Կիպրոսում գրանցված ընկերություն է։ Այստեղ կա ինչ-որ պայմանագրային որևէ կետ, որևէ պայմանագրում կամ որևէ նման իրավական փաստաթղթում, որ կառավարության հետ նման իրավական վեճերի դեպքում, որ միջազգային ատյանում, ասենք Լոնդոնի արբիտրաժային դատարանում կամ այլ նմանատիպ ատյանում, որտեղ պիտի նման հարցերը քննարկվեն։ Ուրեմն պայքարի ռազմավարության շահերից ելնելով, թույլ տվեք ես դա չասեմ ձեզ, ունենք ամեն ինչ ունենք, գիտենք որտեղ, գիտենք ինչ ձևաչափով, ընդհանուր բանակցություններ են տարվում, ամեն ինչ կա, ամեն ինչ պատրաստ է, այնպես չի որ մենք սենց հանգիստ նստած, այո, մեր համար գործընթացը սկսված է, անկեղծ ասած, Կարապետյանի ապօրինի ձերբակալումից, հետո կալանավորումից սկսած, որովհետև հասկանում ենք ինչ է կատարվում, բայց ներողություն եմ խնդրում ձեզանից, թույլ տվեք այդ ռազմավարության, այսինքն ինչ ճանապարհով, ինչ ատյանում, բայց հավատացած եղեք շատ լուրջ է լինելու։